Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ բարեկամական տրամաբանության մեջ լուծել ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու հարցը։ Երեկ հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը սակայն չի հստակեցրել խոսքը երկաթուղու միայն Իջևանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածները ռուսական կառավարումից հետ վերցնելու մասին է, որի մասին ավելի վաղ արդեն ակնարկել էր, թե առհասարակ երկաթուղու կոնցենսիոն պայմանագիրը խզելու։ Մենք պետք է լուծում գտնենք եւ այդ լուծումը պետք է գտնենք բարեկամական, ընկերական, եղբայրական տրամաբանության մեջ։ Նիկոլ Փաշինյանը այս մասին խոսել էր պատասխանելով հարցին, թե Հայաստանն ինչ կարող է անել, եթե Ռուսաստանը հրաժարվի կամ ձգձգի իր կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու այն հատվածների նորոգումը, որոնք առանցքային նշանակություն ունեն տարածաշրջանում հաղորդակցման ուղիների վերագործարկման հարցում։ Ակնհայտ է, որ երկաթուղին Զանգելանից մտնելու է Մեղրի, Մեղրիից մտնելու է Նախճեվան, այսինքն Օրդուբադ եւ այլն։ Միջազգային կոնտեքստում շատ կարեւոր է, թե ինչպես է շարունակվելու այդ երկաթուղը։ Հիմա կան մրցակցող երկու տարբերակներ։ Ամիսներ առաջ դեռ տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովում Փաշինյանը ընդգծել էր. Երևանն ուզում է, որ Ադրբեջանից մտնելով Մեղրի, Մեղրուց Նախիջևան երկաթուղին շարունակվի մինչև Թուրքիայի սահման։ Ախուրիկ, դա բխում է նաև Վաշինգտոնում ձեռք բերված խաղաղության շուրջ պայմանավորվածություններից, հայտարարել էր Հայաստանի վարչապետը։ Այս դարակազմիկ շրջադարձը Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովը հնարավորություն է, որպես այստեղ մի քանի միլիարդ դոլար չծախսվի այն պարագայում, երբ շատ ավելի փոքր ներդրումներով այդ նույն երթուղին ըստ էության հնարավոր է լինելու ապահովել Ախուրիկ, Երասխ երթուղով եւ իհարկե մենք աշխատում ենք այս ուղղությամբ նման ըմբռնում եւ համաձայնություն ձևավորելու համար։ Չնայած հայկական կողմի այս առաջարկներին անցած սեպտեմբերին Թուրքիայում մեծ հանդիսավորությամբ մեկնարկեց Կարս Իգդիր Արալք Դիլիջու երկաթգծի շինարարությունը։ Այս նախագիծը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի, այլև ամբողջ թյուրքական աշխարհի եւ համաշխարհային առևտրի համար, ազդարարում էր պաշտոնական Անկարան։ Հայաստանյան ընդդիմությունը ամիսներ առաջ էր դեռ հայտարարում, որ այս ծրագրով Թուրքիան փաստացի դուրս է թողնում Հայաստանը տարածաշրջանային երթուղուց։ Երեկ դա ընդունել է նաև վարչապետը, պնդելով, թե հարևան երկրներին անհանգստացնում է Հայաստանի երկաթուղու ռուսական կառավարումը։ Այստեղ մենք տեսնում ենք, որ միջազգային համատեքստում այն փաստը, որ երկաթուղու այդ հատվածը գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո, օգտագործվում է Կարս Դիլիջու երթուղին ավելի նպաստավոր ներկայացնելու համար եւ սա մեզ համար խնդիր է։ Հայաստանը ըստ Նիկոլ Փաշինյանի կորցնում է մրցակցային առավելությունը, ուստի ստիպված է լուծում գտնել, թե որը կլինի այդ լուծումը փակագծեր չի բացել։ Միայն ասել է, որ հարցը քննարկվել է նաև Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հետ։ Ես ասել եմ, տեսեք, մենք գնում ենք կարգավոր, մենք գնում ենք խաղաղության, այսինքն մենք արդեն խաղաղության պայմաններում ենք եւ Հայաստանով անցնում է երկաթուղին։ Ինչու է մի քանի միլիարդ դոլար ծախսում ստեղծելու համար մի բան, որը արդեն իսկ գոյություն ունի։ Իհարկե, այդ հարցին դիվանագիտական լռությունով են պատասխանել, բայց նաև հիմա շատ քննարկումներ միջազգային մամուլը, միջազգային փորձագիտական համայնքի վերլուծությունները տեսնելով, մենք հասկանում ենք, որ հիմնական խնդիրը սա է եւ մենք պետք է հասկանանք ինչ լուծումներ ունենք այսպես։ Մինչ Հայաստանը լուծումների փնտրտուքի մեջ է, այդ թվում ֆինանսական, Թուրքիան վստահեցրել է, որ երկաթուղու կառուցման ֆինանսավորման հարցը լուծված է։ Դեռ ամիսներ առաջ է Թուրքիայի տարածքային կառավարման նախարարն ասել, որ 224 կիլոմետր երկարությամբ երկաթուղու կառուցման համար կծախսեն 2.4 միլիարդ եվրո։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ վարչապետ Փաշինյանը ըստ էության խոստովանեց այն, ինչ երկար ժամանակ իրենք պնդում էին, թե թրիփը Հայաստանի ապաշրջափակման հարցը չի լուծում, բայց սա ըստ պատգամավորի միակ խնդիրը չէ։ Ինքը ձանով խոստովանեց, այսինքն որ ահա Հայաստանը ապաշրջափակվել է նույն պայմաններով եւ այլն, դա չկա։ Երկրորդ խնդիրը
Մենք երկար ժամանակ զգուշացնում ենք, որ Հայաստանը վարում է մի քաղաքականություն, որը եւից վաղը կարող է դառնալ կամ-կամ։ Հիմա ստեղ եկա մի պահ, երբ ասում են կամ-կամ։ Եվ կամ-կամի հարցադրումը, եթե դրվում է արևմուտքից ու կոնկրետ այս դեպքում Միացյալ Նահանգներից, ես ամենևին չեմ բացառում, որ վաղը կամ-կամը կարող է դրվի նաև Ռուսաստանի կողմից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա հարցազրույցում հավաստիացնում էր. Հայաստանը Ռուսաստանի դեմ չի գործելու, բայց առաջնորդվելու է Հայաստանի շահով։ Ինքն էլ ջերմ հարաբերություններ ունի թե նախագահ Պուտինի, թե վարչապետ Միշուստինի հետ։